ձեզ մոտակա կարևոր մոլորակային դիրքերի մասին տեղեկացնել։ Մայիսի 25-ին 2025 թվականի Սատուրնը արդեն 2.5 տարի նա գտնվել ձկների կենդանակերպ, մուտք գործեց Խոյի կենդանակերպ, ժամանակավոր նա Խոյի կենդանակերպում լինելու է մինչ սեպտեմբերի 1-ը եւ սեպտեմբերի 1-ից ժամանակավորապես կրկին ետ կդառնա ձկների կենդանակերպ եւ վերջնական վերադարձը, երբ որ նա կսկսի արդեն իր բնակավայրը, ժամանակավոր բնակավայրը համարել Խոյի կենդանակերպը, դա 2026 թվականի փետրվարի 14-ից է։ Ինչ է տալիս Սատուրնը, տալիս է սահմանափակումներ, կարգ ու կանոն, նա վերջին 1 տարին Նեպտունի հետ միասին գտնում էին ձկներում, նա չէր կարողանում կառավարել, Նեպտունը գիտեք ղեկավարն է ձկների, իրականությունից կտրում է, ձկները գիտեն, որ շատերի մոտ շատ խնդիրներ կար եւ հոգեսոմատիկ հիվանդություններն էին ակտիվացել եւ հոգեկան տարբեր այդ խնդիրներ կային, հոգեպես վատառողջ էին նրանք, ընկճված էին, ընկճախտ կար։ Ի վերջո Նեպտունը եւ Սատուրնը արդեն իսկ գտնում են Խոյի կենդանակերպում, Նեպտունը անցել է Խոյի կենդանակերպ 2025 թվականի մարտի 30-ից, նա մինչև հոկտեմբերի 22-ը գտնվելու է Խոյի կենդանակերպում։ Դե սիրելիներս, փորձեմ ձեզ կանխատեսումներ անել, հենց այդ ժամանակահատվածի համար հասկանաք ինչպես կարգավորեք ձեր գործերը։ Սիրելի խոյեր, սկսենք ձեզանից, Նեպտունը, Սատուրնը ձեր կենդանակերպում, ասում եմ, Սատուրնը մոտ 30 տարի առաջ է եղել այստեղ, նոր տպավորություններ, այսպես, գիտեք, ինչպես 7-րդ երկնքում լինեք, Նեպտունն էլ է այստեղ, բայց ուշադիր եղեք, որ իրականությունից չկտրվեք, սիրելի խոյեր, որովհետև Սատուրնը չի սիրում, երբ որ իրականությունից կտրվում են մարդիկ։ Ինչ կարող է լինել, պետք է նոր գործեր սկսեք, հանեք ձեր վարդագույն ակնոցները, կյանքի նոր փուլ եք մտնում, Նեպտունը Խոյի կենդանակերպում լինելու է մինչև 2038 թիվը, 2011-ից մինչև 2025-ը ձկներում, իսկ 2025-ից մինչև 26-ից մինչև 2038 թիվը նա լինելու է Խոյի կենդանակերպում, բայց առավելապես զգայուն է, սենզիտիվ են այն խորերը, որոնք ծնվել են մարտի 20-ի մոտակայքում։ Եղեք նախաձեռնող, բայց պահեք չափի զգացումը, մի կողմից կզգաք այսպես նոր տպավորություններ, ձեզ ոչ ծանոթ, բայց մյուս կողմից կհասկանաք, որ ուղղակի պետք է լինեք զգոն։ Իմացեք, որ մոտակա 1 տարին սիրելի խոյեր, մինչև 26 թվականի ամառվա ամիսները այդ առաջին տասնօրյակի ծնվածները, 26-20